Նիստի մեծարգո նախագահող ցանկանում եմ ձեր թույլտվությամբ խորհրդանշական այս պարանը որպես ազգային ճգնաժամից Հայաստանի հնարավոր ելք տեղադրել ազգային ժողովի ամբիոնի վրա մինչև իմ ելույթի ավարտը։ Սիրելի հյուրեր, ընկերներ, երևի նկատել եք ձեզնից շատերը, որ Երևանի Պուշկինի 62 հասցեում գտնվող տան կողմնային պատը զարդարված է Երվանդ Քոչարի խորհրդանշական ընդվզում ստեղծագործությամբ։ Մայստրոն ի հեճուկը սովետական ցենզուրայի Հայաստան ներմուծեց էգզիստենցիալիստական փիլիսոփայությունը, այդպիսով Հայաստանը դարձնելով ժամանակի բազմակարծության օջախներից մեկը։ Եվ ելնելով այս տրամաբանությունից ցանկանում եմ ելույթս վերնագրել որպես ընդվզում, քանի որ դա միակ գոյաբանական վիճակն է, երբ մարդը, քաղաքացին մերժում է արտաքինից իրեն պարտադրվող դիկտատը եւ ինքնուրույն ընտրություն կատարում, ստանձնելով իրական պատասխանատվություն։ Չբավարարվելով հայ ժողովրդի աղետների մեջ ունեցած իր ներդրումով, մի քանի օր առաջ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը քաղաքացիական պայմանագիր կուսակցության համագումարում վերջնականորեն ոտնձգեց մեր բոլորի հասարակական քաղաքական գոյության բնական միջավայրը, ազդարարելով գենսեկյան ոճի ցենզուրայի ներդրման մասին, ոտնահարեց բոլորիս մտքի, կամքի եւ խեղճի ազատությունը, հաջորդիվ ազդարարեց մեր քաղաքական եւ քաղաքացիական գոյության էկոլոգիան ապահովող երրորդ անկախ հանրապետության դեմոնտաժի իր ձգտումների մասին։ Հայաստանի երրորդ հանրապետության անկախության գաղափարի ողջ հմայքը սկսել եմ գիտակցել դեռևս 11 տարեկանից Գեղագիտության ազգային կենտրոնում, որտեղ երբեմն լուսահոգի Հենրիկ Իգիթյանը մեզ պատմում էր, թե ինչպես էին ՔՊՍՍ-ի իշխանության տարիներին սամիզդատով թաքուն ընթերցում ֆրանսիացի փիլիսոփա եւ գրող Ժան-Պոլ Սարտրի ճանճերը ստեղծագործությունը։ Եվ մենք սկսում էինք գիտակցել մտքի ազատության այն ողջ երանելիությունը, որը մեզ պարգևել է Հայաստանի երրորդ անկախ հանրապետությունը։ Էգզիստենցիալ փիլիսոփայությամբ կառուցված քաղաքական տեխնոլոգիաները 2018 թվականին քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ նրա առաջնորդին բերեցին իշխանության։ Եվ այսօր եկել եմ այս ամբիոնից առաջարկելու, որպեսզի նույն իմաստասիրության կրկնակի կիրառությամբ էլ տեղի ունենա իշխանազավթի իշխանազրկումը իմպիչմենտի գործիքի կիրառությամբ։ Այս անգամ արդեն ոչ թե մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառությամբ, այլ սեփական ազատությանը տեր լինելու պահանջով։ 1943 թվականին Ֆրանսիայում գրված Ճանճերը պիեսը հիմնված է Օրեստեսի մասին հին հունական առասպելի վրա։ Դրամայում նկարագրվում է Արգոս քաղաքը, բռնակալ Էգիստոսի իշխանության ներքո եւ պատժված աստվածների կողմից օդում վխտացող ճանճերի տեսքով, որպես սեփական էությունից հրաժարման ու մեղքի խորհրդանիշ։ Ի վերջո Օրեստեսը հասկանում է, որ ճանճերը դրանք միայն դատարկ դոգմաներ են եւ որոշում է ընդվզել իրացնելու համար իր ազատությունը։ Սարտրը պնդում է, որ մարդը դառնում է իրական, երբ ընդունում է իր ազատությունը եւ կատարում ընտրություն։ 2018 թվականի ապրիլի 23-ին ես եւ իմ ընկերները կատարել ենք մեր ընտրությունը։ Այն էր մնալ խորտակվող նավում, քանզի դա սոսկ նավ չէր, այլ Հայաստանի երրորդ հանրապետության անկախության առագաստը։ Առնետների հեռանալուց հետո առագաստը դադարեց ուզվել, հետզհետե դառնալով հայ ժողովրդի ազատության երաշխավորման եւ անկախ հանրապետության փրկության համար մղվող պայքարի կորիզը։ 7 երկար ու ձիգ տարիներ անծպտուն անցնելով տարատեսակ հալածանքների միջով մենք գիտակցում էինք, որ պաշտպանում ենք մեր երկրում ազատ մտքի, ազգային ինքնության, բազմակարծության եւ հանդուրժողականության խրամատը։ Լուր հասունանում էինք այս պահի համար, որպեսզի խորհրդանշական այն պարանը դառնանք, որը կարող է նետվել ավտորիտարիզմի, պարտվողականության եւ անինքնության ճահճի մեջ կլանվող մեր հայրենակիցներին ու գործընկերներին, նրանց եւ նրանց հետ Հայաստանը դուրս բերելու համար։ Սարտրի ստեղծագործություններում Արգոսի բնակիչները խուսափում են ազատությունից, համակերպվում ճնշող իշխանության հետ եւ ապրում մշտական մեղքի զգացումով։ Աստվածներից Հերմեսը փորձում է համոզել Օրեստեսին չընդվզել բռնակալության դեմ,
բայց վերջինս հայտարարում է. ես իմ ընտրությունն եմ եւ դատապարտված եմ ազատության։ Հաշվի առնելով նրանից, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ակնառու գործիչներից Հովիկ Աղազարյանը իր պատրաստակամությունը հայտնեց միանալ գործընթացին, ես հասարակացի իրավունքով ցանկանում եմ դիմել քաղաքացիական պայմանագիր խմբակցության ինձ հասակակից երիտասարդներին։ Հին Հռոմում սենատ մտնելիս Հուլիոս Կեսարը իր գլխին դափնեպսակ դնող ստրուկին խնդրել էր, որպեսզի ամեն անգամ իր ականջին կրկներ հետևյալ միտքը. դու սովորական մահկանացու ես։ Սա էր խնդրել Կեսարը ամեն անգամ հիշեցնել իրեն։ Շուտով, երբ կգա ճշմարտության պահը, հիշեք, որ դուք ազատ մարդիկ եք եւ դուք կարող եք տանել միայն ձեր բաժին պատասխանատվությունը։ Այդ օրը, երբ հայ ժողովուրդը սպասելիս կլինի ձեր ընտրությանը, Նիկոլ Փաշինյանին հիշեցրեք, որ ինքը ամենևին էլ Հուլիոս Կեսարը չէ, իսկ դուք էլ ամենևին նրա գլխին դափնեպսակ դնողը չեք։ Եվ գիտեք, ի վերջո ձերն է ընտրությունը, որոշելու համար ցանկանում եք մինչև կյանքի վերջ խեղդվել ձեր մեղքի զգացողության մեջ, թե ցանկանում եք օգտվել դեպի ձեզ նետված խորհրդանշական պարանից։ Վերջում ցանկանում եմ ասել, խոսքս ուղղելով մեր հասարակությանը, ընդվզեք, քանի որ ընդվզումը միակ բարոյական դիրքորոշումն է մեզ հրամցվող ավտորիտարիզմի պայմաններում։ Կեցե ազատությունը, կեցե Հայաստանի անկախ երրորդ հանրապետությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Նազարյան։